Այսօրվա մեր մամուլու ասուլիսին Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն 2018-ից հետո վարչապետ չեմ լինի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մինչդեռ ընդամենը 1 ամիս առաջ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Կարապետյանը ընդգծել էր 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի։ Ըստ նոր սահմանադրության 2018-ի ապրիլից հետո վարչապետը պետք է ոչ միայն լինի Հայաստանի քաղաքացի, այլև վերջին 4 տարում մշտապես պետք է բնակվի հանրապետությունում։ Այսօր հարցրեցինք Կարեն Կարապետյանին, արդյոք անհրաժեշտ իրավական հիմքերը կան, որ 2018-ից հետո էլ նա կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ 18 թվին էլ գաք խոսանք, կլնեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ, ամենաշատ հուզող հարցը ձեզ այս պահին դա է։ Յա։ Հստակություն կա, գնում ենք առաջ։ Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի, տրամադրված եմ լինեմ, եթե էֆեկտիվ աշխատենք, այո։ Եթե էֆեկտիվ աշխատենք, ինչ տրամաբան և ապրիլյան այս ընտրությունները հանրապետականը հաղթի, այնքան բոլոր հնարավոր մեկնաբանությունները այս հարցի պատասխանի, եթե հաշվի առնես, պետքա չպատասխանես այս հարցը, որտեղ ոնց ուզում եք տեքստից կարող եք մի մասը հանել և մեկնաբանել։ Շուշո լավ եմ պատասխանես հարցը։ Ինչ վերաբերում է այս ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վարչապետն անկեղծացավ, չգիտի, լինելու է հանրապետականի նախընտրական ցուցակում, թե ոչ։ Ինչպես եմ քարոզելու իմ աշխատանքով, վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս, համապատասխանում է իմ ապրելու օրերի քանակին սահմանափակումը, որպեսզի լինեմ հանրապետական կուսակցության ցուցակում, թե չէ, այդ հարցին պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու։ Կարապետյանն այսօր ամփոփում էր իր գլխավորած կառավարության 100 օրը։ Անցած ամիսներին թերևս ամենից հաճախ հիշատակվել է նրա աղմկահարույց հայտարարությունը Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում, որը նա արեց նշանակման հենց հաջորդ օրը։ Մեր տնտեսությունը, ես ասել եմ, գտնվում է ծանր վիճակում։ Եվ այսօր էլ եմ ասում։ Դա նշանակում է, որ այն կառավարելի չի։ Ոչ։ Բավարարում է մեր տնտեսության վիճակը այսօր մեզ բոլորիս չի բավարարում, չէ՞։ 3 ամսվա մեջ կտրուկ փոփոխություններ եղել են, մենք ձեզ ներկայացրել ենք մեր փոփոխությունները, դուք կարող եք հետո ընթերցել, ըստ դրա գնահատել կտրուկ է, թե կտրուկ չի, բայց ես ձեզ բոլորին խնդրում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ տնտեսությունը, այս մեծ համակարգը, այսենց մի օրվա մեջ փոփոխելու հնարավորությունը չկա, համոզված եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Հունվարի սկզբին Հայաստանում թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքներ, Ալիուր Շաքարավազ այսօր լրագրողներից մեկը հարցրեց վարչապետին, կարող է օլիգարխներին ասել, որ չթանկացնեն։ Չէ, բայց վարչապետի գործառույթն է, զանգ տա, այսպես ջղային տոնով ասի, շաքարի գնին ձեռ չտակ։ Դե եթե հանկարծ մի օրում օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ։ Կարող եմ ապահով, եթե այդ բառի տակը չգիտեմ դուք ինչ եք դնում, հա, ապահով։ Պետիակամուտների կոմիտեն նոյեմբերի 21-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի մի գործարար, ում անունը այդպես էլ չհրապարակվեց, Ռուսաստանից բանան է ներկրել Հայաստան, սակայն սահմանը հատելուց հետո խոչընդոտների է հանդիպել եւ միայն կոմիտեի օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների միջամտության արդյունքում է, որ կարողացել է բանանն իրացնել։ Լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ բանանի եւ մի շարք այլ ապրանքների ներկրման մոնոպոլիան պատկանում է ԴՀԱԿ նախկին ղեկավար եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող Միհրան Պողոսյանին, ուստի շատերը տարօրինակ չհամարեցին, որ իրավապահները այդպես էլ չպարզեցին, թե ովքեր են այդ անհայտ անձինք, որ փորձել են խոչընդոտել բանանի ներկրումը։ Այսօր այս պատմությունը հիշեցրեցին վարչապետին, հարցնելով ի վերջո անհայտ խոչընդոտողը հայտնաբերվեց ու պատժվեց։ Ես չգիտեմ պատիժ կրելա թե չէ։ Ինձ համար դա կարևոր հարց է, հստակ ասում եմ, չէ։ Ինձ համար կարևոր է, որ այդ տենդենսը, եթե նույնիսկ եղել է, որ մեկը խոչընդոտել է, էլ չլինի։ Այս պահին կա, չկա։ Ունեք օրինակ, բերեք ինձ ասեք, բայց ինձ միլիցիա մի սարքեք։ Հայք ինչ ես առաջարկում։ Ես իրանց սաղի հետևից վազեմ, ասեմ, դիմում տուր։ Կարապետյանին այսօր նաև հարցրեցին Ղարաբաղյան կարգավորումից, արդյոք կողմ է տարածքներ խաղաղության դիմաց տարբերակին։
Չէ, ես դրա կողմնակից չեմ, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ որ մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում։ Եկեք, երբ որ գա պահը, փողզիջումը ոչ միայն տարածք է, չէ, փողզիջումը կարգավիճակ է, փողզիջումը տարբեր բաներ են։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնող լինի, իր վրա այդ պատասխանատվությունը լինի, կկայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինելու։ Դա այնպեսի մեծ պատասխանատվություն է, որ ես չեմ տեսնում այդ մարդուն, որը կարող է իր, չգիտեմ, նորմերը խախտի գնա դրան։